Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար։ Թերևս այս մասին իր կարծիքն է արտահայտել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ X-ի իր միկրոբլոգում Հաջիևը նշել է, թե Ադրբեջանը և Սերբիան որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ կարևոր դեր ունեն միջտարածաշրջանային համագործակցության համար։ Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով Հայաստանը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից հետո։ Ըստեյության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ։ Ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։ Փետրվարի 17-ին Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։ Արդեն երրորդ օրն անընդմեջ գիշերային ժամերին մայրաքաղաքում ընթանում են փոսալցման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում շինարարության եւ բարեկարգման վարչության ղեկավար Անդրանիկ Թևոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Աշխատանքների մեկնարկը գովելի է, սակայն 4 օր առաջ ստացած եւ մինչ օրս չիրականացրած հանձնարարությունը բարկացրել է քաղաքապետին։ Խոսքը Շիրակի փողոցում մեծ փոսերի փոսալցման աշխատանքների մասին է, որտեղ դեռ ոչինչ չի արվել։ Ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Իրանի արտգործնախարարը ժամանել է Ժնև ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսի հետ հանդիպման նպատակով։ Օրակարգում միջուկային բանակցությունների վերաբերյալ քննարկումներն են։ Արաղչին նախատեսում է նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել Օմանի իր գործընկերոջը։ Իսլամագործակալության հաղորդմամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է Ժնևում, Օմանի դեսպանատանը։ Վերջին շրջանում տարբեր կողմերից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչեր են ուղղվում Իրանում ավելի վճռական միջամտություն ցուցաբերելու համար։ Իրանի գահընկեց շահի որդին Ռեզա Փահլավին ամերիկյան Fox News-ի եթերում դիմել է Թրամփին, խնդրելով իրականացնել այսպես կոչված հումանիտար ռմբակոծություններ։ Նա մեղադրել է Իրանի իշխանություններին, թե նրանք սպանել են սեփական ժողովրդին եւ պնդել, որ արտաքին միջամտությունը միակ ելքն է մարդկային կյանքերը փրկելու համար։ Ըստ Փահլավիի, թե երկրի ներսում, թե դրսում ապրող իրանցիները օգնության կարիք ունեն։ Սրան զուգահեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել է Իրանի դեմ պայքարի իր ռազմավարությունը, որն ուղղված է միջուկային սպառնալիքի վերացմանը։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը եւ առաջ քաշել 3 խիստ պայման։ Ըստ Նեթանյահուի, Իրանից պետք է ամբողջությամբ հեռացվեն հարստացված բոլոր նյութերը, պետք է քանդվեն ուրանի հարստացման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև պետք է վերջնական լուծում տրվի բալիստիկ հրթիռների խնդրին։ Իսրայելի ղեկավարը շեշտել է, որ այս քայլերը կարևոր են ոչ միայն իր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության համար։ Шановні українці, українки,
Ժևկիվին після 2 дуже насиченої. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը կամ առնվազն հրադադար սահմանել ընտրություններ անցկացնելու համար։ Ընտրությունների համար մեզ անվտանգություն է պետք, ասել է Զելենսկին։ Այս պայմաններում օրենքը պետք է փոխվի։ Մեր խորհրդարանը կարող է դա անել, հուսով եմ, բայց ուկրաինացիների 90%-ը դեմ է ընտրություններին, նշել է նա։ Զելենսկու խոսքով, եթե Թրամփը կարողանա Պուտինի հետ բանակցել 2 կամ 3 ամսվա հրադադարի շուրջ, Ուկրաինան կանցկացնի ընտրություններ։ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պատրաստվում են Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր պատերազմի, գրել է The Guardian-ը։ Ըստ պարբերականի Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ ավիացիայի գլխավոր մարշալ Ռիչարդ Նայթոնը եւ Գերմանիայի պաշտպանության պետ գեներալ Կարսեն Բրոյերը համատեղ կոչով դիմել են հանրությանը, պատրաստվելու Ռուսաստանից եկող պատերազմի սպառնալիքին։ Նրանց պնդմամբ Ռուսաստանի ռազմական դիրքորոշումը մեջբերում վճռականորեն շեղվել է դեպի արևմուտք։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Եվրոպայի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում անհրաժեշտ են վերջնական փոփոխություններ։ Պարբերականը միայն մեջբերել է բարձրագույն ղեկավարների խոսքը եւ գրել սեփական եզրահանգումները։ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։ Մոսկվայում տղամարդը առևտրի կենտրոններից մեկում դանակով տաղավարների վրա է հարձակվել։ Նա դրամարկղից վերցրել է մոտ 65,000 ռուբլի։ Տղամարդուն ձերբակալել են, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Իտալիայում վատ եղանակը շարունակվում է, դրա պատճառով փլուզվել է Ադրիատիկ ծովի ափին գտնվող Սիրահարների կամար կոչվող ժայռը, հայտնել են լրատվամիջոցները։ Կլիմայի փոփոխության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում գրավել է Վերոնիկա 3 լցանավը, որը ընթանում էր Պանամայի դրոշի ներքո։ Այն ամերիկյան պատժամիջոցների ցուցակում է հայտնվել իրանական նավթի փոխադրման համար։ Պենտագոնը հայտնել է, որ լցանավը գործել է Կարիբյան ավազանում կարանտինի խախտմամբ։